Ողջույն իմ շատ սիրելի հետևորդներ, ողջունում եմ բոլորիդ, կրկին ձեր հետ ես եմ, երկար բացակայությունից հետո ինչի համար ներողություն եմ խնդրում, հուսով եմ բոլորդ լավ եք, շնորհակալ եմ, որ ալիքի հետ եք, հետևում եք իմ վիդեոներին, դնում եք ձեր լայքերը, գրում եք կոմենտներ, շնորհակալ եմ բոլորին մեր մյուս հայրենակիցներին, ովքեր հերթորեն գրանցվել ալիքին, հուսով եմ երկար կմնաք ալիքի հետ, ես էլ կփորձեմ ձեզ ապահովել հետաքրքիր կոնտենտով, իսկ դե մյուս մեր բոլոր ընկերներին, ովքեր դիտում են այս վիդեոն, բայց դեռ գրանցված չեն ալիքին, խնդրած կրնեմ իհարկե գրանցվել ալիքին, դնել ձեր լայքերը, գրել կոմենտներ, դա ինձ մեծ օգնություն է, նախապես իմ խորին շնորհակալություն եմ հայտնում ձեզ։ Հատուկ ուզում եմ ողջունել մեր ալիքի հավատարիմ հետևորդներից Հայկին, ում հետ ես երեք ծանոթացա, Հայկ ջան, շատ ուրախ եմ մեր ծանոթության համար, լավ եղբայր ու հուսով եմ Հայկն էլ իմ օրիա, իր account-ներ ինչպես եւ բոլոր մեր մյուս շատ հայրենակիցների նման, էլի առանց ոչ մի պատճառի account-ը փակել են ընկերոջ ու էլի process-ի մեջ է, փորձում է բացի, հուսով եմ շուտով կբացեն, հուսով եմ նորից մեր հին հունով, սենց ասած, կաշխատենք, չենք տանջվի ես լիֆտի ձեռը, էլը որ էս ուրիշ բան չկա այս պահին, փորձում են, գիտեմ, շատերը խոսացել եմ մեր ընկերներից, մյուս տեղեկի հետ ովքեր քշում են, շատերը փորձում են սրա մեջից դուրս գան, ուրիշ բան անեն, բայց դե այս պահին, էլի եմ կրկնում, այս պահին սա է, դեռ ուրիշ բան չկա, հենց որ հուսով եմ լավ կլինի։ Այսօր օրը շաբաթ է, առավոտյան ժամը 9 ես գնում եմ հիմա մեքենան լվանալու ու ընդեղից սկսենք մեր օրը, տեսնենք այսօր ինչ է մեզ սպասվում։ Երեք չգիտեմ, շաբաթ օրը տղերքը աշխատել են, գործ արել են, թե չեն արել, ամենայն դեպս քաղաքում շարժ կար, բայց քանի որ ինչպես նշեցի Uber չկա, կոնկրետ իմ մոտ ու մենակ լիֆտա, մենակ լիֆտով ես երեք մինչև գիշերվա 1-ը տանջվեցի ու կարելի ասել չնչին կոպեկների աշխատեցի, մի խոսքով եկա տուն։ Հիմա հույսս այն է, որ այսօր մի բան կանենք։ Մի քանի թեմա ունենք այսօր զրուցելու, հենց որ շարժվեցինք առաջ, ընթացքում արդեն մնացածի մասին կզրուցենք, մնացինք։ Մեքենան լվացինք, հիմա իջնում եմ դեպի Բրբանկի կողմ թահանգայով, պետքա բենզին լցնեմ, այսօր որոշել եմ Costco-ից բենզին լցնեմ, մի խոսքով իջնում ենք այդ կողմ, տեսնենք ճանապարհին մեզ ինչ է սպասվում։ Մինչև Բրբանկ եկա, մտա բենզին լցրեցի ու հիմա էլ Բրբանկում կանգնած եմ այս պահին, սպասում եմ պատվերի, դեռ ոչինչ չկա։ Իրոք ոչինչ չկա, չի էլ տվել ոչ մի բան էլի, որ ասեմ տվելա չեմ վերցրել կամ ինչ-որ չէ։ Անցած իմ վիդեոին ես խոսացի Waymo-ի մասին, եթե ոչ վերջիններ, մի խոսքով վերջի վիդեոներից մեկում խոսացի, որ ինչ-որ խոսակցություն կա, որ
մարդ է քշում, այդ մեքենաները մարդիկ են ղեկավարում, լրիվ իրանք ռոբոտ չեն եւ այլն։ Ստացա տարբեր արձագանքներ, ընկերներից մեկը ասես նույնիսկ իր հարևանն է աշխատում Waymo-ում, իր հետ էլ խոսել, ճշտել էր, ասել են այդպես բան չկա։ Մի խոսքով, ու դրանից անցնում է մի քանի օր հետո, դե իհարկե ես երկար ժամանակ վիդեո չեմ տեղադրել, դրա համար բաներ կա, որ արդեն եղել է ու հավանաբար արդեն շատերդ գիտեք, ով էլ չգիտի, դրա համար եմ ասում։ Լսումներ սկսվեց Waymo-ի ու Tesla-ի դեմ, մեղադրում էին, որ նույն հարցով խնդիրներից մեկը դա էր համենայն դեպս, մեղադրում էին, որ այո, ճիշտ չէին մեղադրում, դեռ հարցնում են, ճիշտ է, որ մարդիկ են ղեկավարում ձեր մեքենաները, Տեսլան կտրականապես մերժեց, հիմա պարզը չէր ասելու հակա, իսկ դե երևի Waymo-ն արդեն երևի փաստերը նենց էին, որ չէր կարելի լրիվ մերժել, ասեց կան մարդիկ, ովքեր օգնում են մեքենային տեղաշարժվել, այդտեղ հարց են տալիս, ինչ է նշանակում օգնել։ Ասում եմ, դե իրանք չեն կարողանում ղեկը թեքեն կամ գազ տան, արգելակեն, բայց օգնում են մեքենային տեղաշարժվել։ Այդ հարցը տենց մութ մնաց, թե օգնելը որն է, հիմա հաջորդ հարցներ, իսկ որտեղ են այդ մարդիկ, ասես դե մի մասը Միացյալ Նահանգներում են, բայց հիմա չգիտեմ այդ մի մասը ինչ է, ինչքան մարդ է, բայց զգալի մասը մի խոսքով Ֆիլիպիններում են ու ընդեղից ղեկավարում են, օգնում են, ճակերտավոր ասած, տեղաշարժվել Waymo-ներին ու ընդեղ հարց է հնչում, որ արդյոք ճիշտ է, որ մարդիկ, ովքեր չեն բնակվում Միացյալ Նահանգներում ու նույնիսկ չունեն Միացյալ Նահանգների վարորդական իրավունք, ճիշտ է, որ նրանք մեքենա ղեկավարեն ինչ-որ ուրիշ երկրում նստած։ Մի խոսքով, այդ տենց սկզբից ընենց էր տպավորությունը, որ իրոք այդ ամեն ինչը այդ ռոբոտ տաքսիների դեմ է եւ այլն, բայց վերջում պարզվեց, որ մի սենատոր կա, որ ես նրան չեմ սիրել, իմ անտիպատիան ենք, ես առաջ օրվանից իրան չեմ սիրում, ինչ տեսել եմ, այդ մարդուն շատ տահաճ մարդ, անուն չեմ տալիս, մի խոսքով, ով տեսել է գիտի։ Վերջում այդ սենատորներից մեկը նույնիսկ հայտարարեց, որ ես մեծ սիրով իմ երեխաներին, անչափահաս աղջիկներին Waymo-ով ճանապարհում եմ ու կճանապարհեմ դասի տուն եւ հակառակը, որովհետեւ ես չեմ վստահում Uber-ի վարորդներին, նրանց մեջ շատ են ինչ-որ բաները, մանկապիղծները եւ այլն, ու sense լիքը բաներ։ Եվ ինչը որ ամենակարևորն է, չնայած որ այդ ամեն ինչ ցուցադրվում է որպես իշահ մեզ, sense ասենք, վերջում պարզվում է հիմնական հարցը դեռ ինչումն է, որ հիմա փաստորեն այդ ռոբոտ մեքենաները ունեն լիմիտ, տարեկան կարողանում են արտադրել 2700 հատ։ Հիմա այս պայն չգիտեմ, արդեն թույլատրել են, թե դեռ ընթացքի մեջ է, այդ 2700-ը սարքում են 90,000, նենց որ, ու իմիջայլոս, այս վերջերս էլ դիտեցի այդ Uber-ի CEO-ի հարցազրույցը, որտեղ իրեն հարց են, ինքը հաստատում է, որ ընդամենը մի քանի տարուց լրիվ փոխվելու է ուրեմն ռոբոտ մեքենաներով, մարդկանց գործոնը բացակայելու է այդ ամեն ինչի մեջից եւ լրագրողը հարց է տալիս, լրագրողը բլոգերը, յութուբերը, չգիտեմ, ինչ որ այտենց մի հայտնի մեկն է, հարց է տալիս, որ ասենք ձեր պլատֆորմում կա 9 միլիոն վարորդ։ Ինչ են անելու այդ վարորդները։ Ու պատասխանը իհարկե ուրիշ պատասխան չէր սպասում։ Բառացի հիմա չեմ տենց իրան իշի ցիտեմ, բայց միտքը որ ինչ ուզում են թող անեն։ Մենք ավելի ապահով ենք սարքում, մարդկանց ղեկավարությամբ մեքենաները շատ մահեր են, մի խոսքով բերում, դրա համար մենք ապահով ենք, բլա, sense լիքը հիմար բաներ, մի խոսքով իմացեք, հենց որ չզարմանաք, շուտով հեսա այդ Tesla-ի ռոբոտ տաքսիներն էլ ստեղ քաղաքում կլինեն ու լիքը ուրիշ այդ
Lucid-ի SUV-ները կլինեն։ Ընկերներից մեկը ասում էր, որ դժվար Black ու SUV-ին կապնեն, որովհետև այնտեղ բացի մեքենան, նաև սերվիզը, որ վարորդները, չգիտեմ, ճամպրուկ տեղադրել է եւ այլն, բայց հավատացեք, կարող է ինչ-որ մի շատ չնչին տոկոս մարդիկ լինեն, ովքեր հրաժարվեն այդ մեքենաներից, մեր ունենք այդպես հաճախոր, բոլորս էլ ունենք, շատերս ամենայն դեպս, ես էլ անձամբ ունեմ, որ այդ մարդիկ են, որ հարուստ մարդիկ են ու իրանք քո հետ արդեն աշխատում են, քեզ ոնց որ ասած սովորել են, ուրիշ ոչ մի բան չեն ուզում, ոչ մեքենան այտարկիր, ոչ մի բան, ուղղակի ուզում են, որ դու իրանց տանես ապահով ստեղից հասցնես, այնտեղ ընթացքում քո հետ ինչ-որ sense հաճելի զրույց ունենան ու այդքանը, բայց այդ շատ չնչին տոկոս է լինելու, հավատացեք շատերը մի քանի կոպեկ էժանության համար, շատերը ինչ-որ նոր բան դրա համար, կանցնեն դրան, որտեվ վերջերս իմ մեքենայի մեջ նույնիսկ նստած էին երկու աղջիկ ու խոսում են, ինչ լավ է, հեսա Waymo բան, ասես բաներից են խոսում, ինչ լավ է, այլ վարորդ չի լինել, իմ մեքենայի մեջ նստած, ասում այլ վարորդ չի լինելու բան, ես ասում եմ, կանգնեք, իջեք ստեղ, Waymo կանչեք, որ հիմա ես եմ վարորդ եմ, մեջն եմ, կարող է նեղվում եք բան, բան, սենց ծիծաղալու կատակի բան տվեցինք անցավ բնվեց։ Ուզում եմ ասեմ, տենց մարդիկ կան մի խոսքով իրանք կարալու են այդ ուղղությունը փոխեն դեպի, եթե շատ ուզեն, հենց որ արդեն մտածեք դրա մասին, զուտ ընկերական խորհուրդս է, չգիտեմ, դեպ փաստի առաջ չկանգնեք, հիմա ոնց որ ես ու իմ նման լիքը մարդիկ չէ, հասարակ օրինակ, անջատեցին ու կանգնեցի փաստի առաջ, խնդրեմ $9, որը մենք չենք վերցնում իհարկե, ու փաստի առաջ կանգնացին, նույնն էլ այդ ժամանակ է լինելու, չգիտեմ, պետք է մտածել ես ամեն ինչի մեջից դուրս գալու մասին։ Զգում եք, չէ, այսքան խոսում եմ ու հոլը կանգնած եմ ու հոլը ես մի $9 են ու սրանից առաջ էլ ահագին ժամանակ կանգնած եմ եղել, ու չգիտեմ ինչքան եմ կանգնելու ստեղ։ Սպասենք։ Առաջի պատվերը վերջապես ստացանք առաջի պատվերը Excel-ով $33 Pasadena եկանք 11-14 մայլ Ուրիշ դե բոլորդ էլ գիտեք ով էլ քշումա առավել ևս այն սովորական ժամանակները երբ որ նորմալ գործ կար նորմալ աշխատում էինք կյանքում այտենց պատվեր չենք վերցնի հաստատ Ուղղակի դուք էլ տեսաք, որ քանի ժամ կանգնած էի, հիմա ասենք մոտավորապես այս պատվերը 25 րոպե տևեց, 2.5 ժամ կանգնած եմ եղել, կոմֆորտ բան ամեն ինչ միացրած, ոչինչ չի տվել, հիմա առաջի պատվերներ չէի կարա չանի։ Ինչևից է, հիմա գտնվում ենք Pasadena-ում Տենց գնանք տեսնենք էլ ինչ ամ է սպասում, միգուցե ստեղից մի բան տա, մի բան անենք Pasadena-ում ժամերով կանգնեցի,
Ոչինչ չկա, այսինքն երկու անգամ պատվեր է տվել, մի հատը $32 պատկերացրեք, $32 аэропорт, մյուսը $90 90 մայլ Փասադենայից Օքսնարդ ու ավելի հեռու ոնց որ այդ հատվածը։ Մի խոսքով $90 90 մայլ։ Այդ երկուսը չեմ վերցրել։ Դե չգիտեմ հիմա թե շոկը իմիջայլոց չեմ խոսել այդ մասին, բայց դե հիմա այստեղ ապրողները գիտեն։ Երկրորդ օրն է այսօր Ֆարենհեյտով 95 աստիճան շոկ է հենց հիմա այս պահին։ Առավոտվանից ուղղակի մեքենան չեմ կարողանում անջատել, որտեվ խեղդվում եմ ուղղակի։ Հիմա Փասադենայից տան կողմ եմ շարժվում ու գնամ մի 2 ժամ երևի կմնամ տանը ու արդեն սկսենք մեր օրվա երկրորդ կեսը։ Տենանք երկրորդ կեսը որտեղ ենք քանի ժամ կանգնում։ Գնացինք։ Բարի երեկո հարազատներ, ես նորից հետ եկա, սկսում ենք մեր օրվա երկրորդ կեսը, ժամը 5-ն է երեկոյան, միացրեցի հենց նոր մեր մոտ ու մի անգամից բլակով պատվեր տվեց մեր մոտից, գնում ենք downtown, դե ինչ գնանք տեսնենք միգուցե այսօրվա երեկոն երեկվանից մի քիչ կտարբերվի, կզգացվի գոնե շաբաթա մի քիչ գործ լինի, երեք ասում եմ ամբողջ մինչև ժամը 12-ը կանգնել եմ, ժամը քանիսն էր, երևի 4-ի կողմերն էր տանից դուրս եկա, մինչև 12-ը կանգնել եմ ու ջղայնացա թողեցի տուն եկա, հենց որ գնանք տեսնենք այսօր ինչա լինում։ Մեր մոտից հասանք ուրեմն Ritz-Carlton downtown-ում հյուրանոց տեղյակ չի downtown-ը զբաղված է ահավոր երևում, ստեղ չգիտեմ ինչ որ եթե մի բանը մի միջոցառում է կամ ինչ որ մի բան է, չգիտեմ անկեղծ ասած, բայց downtown-ը խիստ զբաղված է։ Հենց որ բայց downtown-ում հիմա չեմ մնա, հիմա կբարձրանամ դանդաղ դեպի երևի Silver Lake-ի կողմ։ Միգուցե այնտեղ մի բան կտամ ես։ Ճանապարհը բավականին ծանրաբեռնված էր, freeway-ը, downtown-ի հատվածը դե չեմ ասում։ Տեսնենք ինչ է լինում, հետո մեր հետ գնացինք, լավ գնացինք։ How was it? I didn't really have many bad experiences. I drove late night, like 9, In LA? like 5 a.m. in the Bay Area years ago. Like, there was one time where like I got in the car and was stabbed me and like
the fuck are you doing this right now? Like, how do you have money to do this? But you know, it's fine. Yeah. I didn't have any bad experiences. Ինչպես հիշում եք, վերջի պատվերս downtown է եկել, տոնդեղից բարձրացա Silver Lake, երկար սպասեցի, չեմ կարծում շուտ տվեց, բայց ընդեղից պատվեր տվեց, էլի եկանք Silver Lake, ուրեմն ինչ եմ ուզում ասեմ, տղեկ ջան, ես արդեն երևի սուտ չասեմ 3-4 հաճախորդն է, ես վերջի ամիսներին այս նույն թեման են բարձրացնում, մի խոսքով համարս ուզեցին, քարտս ուզեցին, որպեսզի իրանց մի խոսքով հետս աշխատեն, ասում եմ, քանի որ դեսել ենք, որ արդեն այս ռոբոտ տաքսիներ եւ այլն շատանում են, հեսա շուտով հիմնականում կվերանան վարորդներով մեքենաները, ասում եմ, դրա համար մենք նայում ենք սենց, որ ասենք նորմալ մարդա վարորդը, նորմալ սերվիսա տալիս եւ այլն, համարը վերցնում ենք, որպեսզի այդ մարդու հետ աշխատենք ու էլի եմ ասում, մի ամիս ու կես ամիս երևի արդեն 4-րդ անգամն է այս նույն բանը ինձ ասում է ու համար եմ վերցնում ու զանգել են, նես չի որ բան է, ուղղակի վերցրել են, բայց ասածս այն է, որ սերվիսը բարձր աշխատեք բարձր մակարդակի վրա պահեք, տղեկ ջան, շատ են սկսելու իմ կարծիքով ուզեն համաները մարդիկ, ովքեր իրոք բլայքի հաճախորդներ են, ովքեր դրան են սովոր, ովքեր պատրաստ են մի քիչ ավել վճարել կամ չգիտեմ ինչ, որ մարդ լինի, իրանց տանի, բերի եւ այլն, ասածս այն է, որ այդ օրը գալու է, շուտով գալու է, այնց որ եթե հաճախորդներ են լինում, աշխատեք այդ հաճախորդներին գրավեք, պահեք, որտեվ սա շուտով դա մեզ պետք է գալու, ու ենթադրում եմ ասպաստա տենց չլինի, ուղղակի ամեն ինչին նայելով, վերլուծելով այդ եզրակացությանն եմ գալիս։ Հիմա նորից Silver Lake-ի կողմ եմ բարձրանում, տեսնենք հաջորդը ինչ ենք անում։ Շատ երկար սպասելուց հետո Black SUV-ով պատվեր ստացա, հա իմիջայլոց ասեմ, որ Comfort եւ Excel տարբերակները անջատել եմ այսօր օրվա երկրորդ կեսում, որովհետեւ եթե այսօր էլ Black չեն քշելու, էլ Black պահելու իմաստը որն է, չեմ այլ շաբաթ օրով երեկոյան ես Comfort ու Excel քշեմ, խոսքով երկար բայց սպասեցի, իհարկե շատ երկար ժամանակ չէր տալիս ու եկա Սանտա Մոնիկա հիմա, Սանտա Մոնիկա քաղաքում եմ, չնայած որ ժամանակս էլ արդեն վերջանում է, մի ժամ է մնացել, ես չգիտեմ ճիշտն ասած այդ մի ժամում ինչ եմ հասնելու անեմ կամ ընդհանրապես ինչ որ բան հասանելու եմ անում թե չէ, սա մի քիչ ստեղ կսպասենք, տեսնենք ինչ է լինում դրա արդեն կորոշենք ինչ ենք անում։ Եթե ինչ-որ բան լինի, ես կտեղադրեմ իհարկե, բայց դե բոլորիցդ շնորհակալ եմ, որ ալիքի հետ էիք, շնորհակալ եմ, որ միջև վերջ մնացիք ալիքի հետ։
Ես էլ կաշխատեմ այնց անեմ, որ այսքան երկար բացակայություն էլ չլինի։ Չնայած որ խնդրում եմ դուք էլ մտեք իմ դրության մեջ, մի քիչ հեշտ չի այս պայմաններում, այս վիճակում, այս գործերներն, այս ներվային ստրեսային վիճակում վիդեո նկարելը այդքան էլ հեշտ չի ստացվում իմ մոտ, բայց դե ինչ որ է, կաշխատեմ այնց անեմ, որ ձեզ ապահովեմ վիդեոներով։ Լավ մնացեք, շնորհակալություն կրկին բոլորիցդ։ Մինչև մեր մյուս հուսով եմ շուտ ապույտ հանդիպում։ Բարի գիշեր։